Պարոն Ղուկասյան, շուրջ 2 ամիս է ադրբեջանական զինված ուժերը պարբերաբար կրակում են Սյունիքի մարզի մի քանի գյուղերի ուղղությամբ, նաև գյուղերն են թիրախավորել, մասնավորապես Խոզնավար եւ Խնածաղ, բնակելի տների շրջանում կա նաև վնասներ, ինչ կհաղորդեք մեզ այս պահին իրավիճակը ինչպես է, դուք վերջին անգամ երբ եք այցելել այդ գյուղեր։ Այո, ինչ ասում եք, այդպես էլ կա, գրեթե ամեն օր կրակոցների ձայներ լսվում են, բայց վերջին օրերին կոնկրետ բնակավայրում որևէ ենթակառուցված կամ տների հետ կապված որևէ փաստ չի արձանագրվել։ Ցանկացած դեպքում, երբ որ լինում է, տեղում պաշտպանության նախարարությունը հայտարարությամբ է հանդես գալիս։ Երևի թե հենց մեկ շաբաթ առաջ էլ եղել եմ այնտեղ, մի քանի անգամ ենք այցելել տարբեր գործընկերների հետ, շփվել եմ բնակիչների հետ, իհարկե վատ է, շատ վատ է, որ այդ կրակոցները կան, տեղի են ունենում, վերջին օրերին ավելի քիչ ինտենսիվությամբ են, կրակոցների ձայները լսվում, բայց միևնույն է, այդ ամեն ինչը կարծում եմ վերջնական լուծումը միայն ու միայն խաղաղության պայմանագիրը կարող է լուծել։ Ինչ է կարծում, խաղաղության պայմանագիրը կերաշխավորի, որպեսզի Ադրբեջանը չդիմի նման գործողությունների, կրակոցներ չանի։ Ես տրամաբանորեն եմ ասում, որ դա է լուծումը, խաղաղության պայմանագիրը ենթադրում է խաղաղություն, հետևաբար կարծել, որ կլինեն էլի կրակոցներ, քիչ դժվար եմ դա պատկերացնում, ինչու կնքել պայմանագիր, հետո կրակել։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստ է ստորագրել խաղաղության պայմանագիրը, սակայն ադրբեջանական կողմից դեռ չենք տեսնում նման պատրաստակամություն, ավելին նախապայմաններ, նոր պայմաններ է առաջ քաշում։ Դուք ինչ ակնկալիքներ ունեք, արդյոք Ադրբեջանը առաջիկայում կստորագրի, թե այդ պահանջների կատարումից հետո կգնա նման քայլի։ Մի քիչ դժվար է իմ տեսանկյունից դա ասել, որտեղ այդ ամբողջ տեղեկատվական բազան Սյունիքի մարզպետի մոտ չի լինում։ Ես ուղղակի կարող եմ հուսալ եւ մտածել, որ շատ մոտ ապագայում դա տեղի կունենա։ Մնացած դրվագները անկեղծ ասած, քանի որ մեր օրակարգում չի լինում, հետեւաբար չեմ կարող հավելյալ բան ասեմ, երևի թե ավելի կոմպետենտ մարդիկ, ովքեր որ ուղիղ առնչություն ունեն բանակցային գործընթացներին, հա, իրենք կարող են ասել մեր գործընկերները, ես այնպես ինչպես եւ հազարավոր մարդիկ նույն ակնկալիքով, որ պիտի կնքվի խաղաղության պայմանագիրը ի վերջ։ Եթե վերադառնանք վնասներին, որոնք գյուղացիները կրել են կրակոցների հետևանքով, ինչ վնասվածքներ կան, վնասները հաշվարկվել է, արդյոք փոխհատուցման հարց բարձրացվելու է, թե ոչ։ Իրականում այդպիսի վնասներ չի եղել, որը որ փոխհատուցման այդպես մեծ ֆորմատի մեջ տեղավորվենք, ինքներդ գիտեք, ինքնաձիգի փամփուշտների դիպած տեղեր են, հա, կարող մեկ անցք տանիքին փոքրիկ, այդտեղ պետք է փոխհատուցման խնդիր չկա, մնացած բոլոր դեպքերում, երբ որ արևային ջրատաքացուցիչների հետ էր կապված, վերականգնման խնդիրները լուծված են այդ հարցերը եւ նաեւ նույնիսկ այդ կազմակերպությունն է ասել, որ այսինքն այդպիսի ֆինանսական որպես այդպիսին վնասներ չի եղել, որովհետեւ ինտենսիվորեն բնակավայրին կրակելու կամ ավերածությունների մասին խոսք չկար։ Մեկ ընտանիք անձամբ ես այցելել եմ, այդտեղ աջակցել ենք, այսինքն ֆինանսական չափը այնպեսին չէ, որ փոխհատուցման ինչ որ տենց ֆորմատ մտածվի, շատ փոքր, ամենամեծ խնդիրը կրակոցը բուն է, կրակոցն է եւ կրակոցը մերթ բնակավայրի ուղղությամբ։ Սա է խնդիրը, բայց ավերածությունների եւ փոխհատուցումների մասին դեռ այդպեսի ծավալ չկա, որի մասին որ կարող ենք այդպես խոսել։ Ինչ է կարծում, ինչ նպատակ ունի Ադրբեջանի այս կրակոցները, թիրախավորումը նաեւ գյուղերի նկատմամբ։ Բարդ է պատասխանել, թե ինչ նպատակով է ինքը դա անում, հստակ ամեն ինչ պարզ է, որ հաստատ դեպի խաղաղություն չի այդ կրակոցները, խաղաղության ուղղված չի այդ կրակոցները, նպատակները շատ կդժվարանամ ասել, որովհետև տրամաբանություն չկա օդ կրակել, հա, կդժվարանամ հստակ ասել, տարբեր վարկածներ կարող են լինել, դա կարող է նաև կապված լինել եվրոպական դիտորդական առաքելության այդ գործնեության դեմ, դա կարող է լինել, չգիտեմ, ինչ որ պրոցեսներ Էսկալացիայի վտանգ տեսնում եք։ Չեմ կարծում իրականում այդպիսի որևէ բան տեղեկություն չունեմ։
Սովորաբար արդեն Ադրբեջանի ծրագիրը հայտնի է դառնում, երբ տեղեկատվության դաշտ է ստեղծում ֆոնդ, թեև հայկական կողմը կրակում է, բնականաբար սա պաշտոնական Երևանը հերքում է, որից հետո նման դեպքեր եղել են եւ սկսել է ռազմական գործողություններ կամ այսպես կարճ կրակոցներ արձակել որևէ տեղի ուղղությամբ։ Դուք նման մտավախություն, նման ռիսկ տեսնում եք այս պահին, թե ոչ։ Քանի դեռ խաղաղության պայմանագիրը չի կնքվել, ռիսկ կարծում եմ միշտ էլ կա, իսկ ինչ վերաբերվում է սահմանային պատերազմ լինի, թե հակամարտ փոքրիկ ինչ որ կոնֆլիկտ լինի, տեսեք, ընդհանրապես ես մտածում եմ այսպես, որ անվտանգությամբ զբաղվում է հստակ կառույց, դա մեր պաշտպանության նախարարությունն է, մեր բանակն է, մեր զինվորն է, հա։ Մարդիկ 24 ժամ զբաղվում են հայրենիքի սահմանները պաշտպանելով։ Եթե մենք կարծում ենք, որ մենք շատ ավելի լավ ենք պատկերացնում այդ ամեն ինչը, կարծում եմ հստակ իր ծառայությունը կատարում է եւ ես սովորաբար զերծ եմ մի բանի մասին, որով զբաղվում է բանակը, որով զբաղվում են մեր սպաները, մեր զինվորները օր ու գիշեր։ Հետևաբար ես միշտ զերծ եմ մնում այդտեղ մեկնաբանություններ թողնել։ Այս ընթացքում տեսակետներ էին հնչում, որ Ադրբեջանը Սյունիքի մարզի մի քանի գյուղերի ուղղությամբ կրակելով փորձում է այսպես խուճապ առաջացնել բնակիչների շրջանում, որպեսզի գյուղերը դատարկվեն, այստեղ ինքը հարմար դիսկ զբաղեցնի հետագայում։ Դրա վերաբերյալ ինչ կասեք։ Անկեղծ ասեմ, նույնիսկ դա չեմ տեսնում, որովհետև մտավախություն իհարկե կա, կրակոցներ եթե հնչում են, բայց ասել խուճապ, չգիտեմ, մարդիկ դուրս գան, այդպիսի ընդհանրապես process չկա։ Դպրոցներ, մանկապարտեզներ աշխատում են ու ես չեմ կարծում, ինձ համար ես կարծում եմ ինքը ավելի շատ քաղաքականություն է, քան պատերազմ են կրակոցները, որովհետև օդ են կրակում, մերթ ինչ որ փամփուշտներ դիպչում են, բայց հիմա շատ ավելի ինտենսիվությունը թուլացած։ Ես կարծում եմ ինքը ընդհանրապես դրա հետ չի կապված, ավելի շատ քաղաքական ինչ-որ բան է քան։ Պատակ ունի, այսինքն փորձել Հայաստանից ինչ-որ ճնշումներ գործադրել, ինչ-որ բաներ կորզել, մասնավորապես իրենց նախապայմանների մասին է խոսքը։ Չեմ կարծում, որ կոնկրետ այս գործողությունով ինչ-որ բան կարող էին կորզել։ Չեմ կարող, որ տրամաբանություն չկար իրենց արածին։ Կասյան եւ Ադրբեջանի նախագահը պարբերաբար բարձրաձայնում է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի մասին, ասում է ամեն գնով այն պետք է բացվի։ Դուք ինչ եք կարծում, այս հայտարարություններից հետո հնարավոր է Ադրբեջանը ռազմական գործողությունների դիմի դուք վտանգ տեսնում եք։ Ես ուրիշ բան մտածեցի ձեր հարցը, երբ որ հնչեցրեցիք, տեսեք, մենք հայկական կողմը ասում է չկա բանակցությունում այդպիսի օրակարգ եւ ընդհանրապես չի քննարկվում։ Ադրբեջանական կողմից մերթ դրա մասին խոսում են, բայց չկա դա բանակցության ընդհանրապես այդ ֆորմատում չի քննարկվում, ինչի համար ենք մենք դրա մասին խոսում։ Այսինքն դա այն խոսույթը չի, որ մենք պիտի դրա մասին խոսենք եւ բերենք այնտեղից այդ խոսույթը, ընդհանրապես Սյունիքում դրա մասին չեն խոսում, որովհետեւ հստակ է, միջանցք չի լինելու։ Դա հայկական դիրքորոշում է, հայի դիրքորոշումն է եւ մեր կառավարության դիրքորոշումն է։ Հետեւաբար այդ խոսույթը անընդհատ բերելը չեմ կարծում, որ դա բխում է մեր երկրի շահից։ Այսօր Երևանում է աշխատանքային այցով գտնվում Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Նա նշել էր, որ Կապանում Ռուսաստանի Դաշնության հյուպատոսության բացման հետ կապված աշխատանքներ են իրականացվում։ Դուք ինչ տեղեկություններ ունեք այդ աշխատանքները, ինչ փուլում են եւ առաջիկայում երբ է հնարավոր այն բացվի։ Մարզպետի աշխատակազմի օրակարգում չկա այդպիսի գործառույթ, ընդհանրապես մենք աշխատում ենք այն բոլոր դիվանագիտական կառույցների հետ, որը որ ուղղորդվում է արտաքին գործերի նախարարության կողմից։ Մենք այդպիսի բան չենք ստացել արտգործնախարարությունից, որ գործում է կամ հյուպատոսարան կամ դիվանագիտական մենք որևէ տեղեկատվություն չունենք դրա մասով, որ կոնկրետ երբ կլինի, ինչ ֆորմատ կլինի, այնպես որ այս պահեդրությամբ չի գործում եւ տեղեկություններ նույնիսկ չունեմ, ինչ որ տեղ կառուցվում է կամ չի կառուցվում կամ ինչ որտեղ գործելու է այն թե ոչ։ Այսինքն դուք բացարձակ տեղյակ չեք, որ Կապանում նման
հյուպատոսություն պետք է բացվի։ Չէ, որ պետք է բացվի, մենք դրա մասին լսել ենք, բայց նկատի ունեմ հողի վրա դեռ որևէ բան տեղի չի ունենում։ Իհարկե դա հայտարարվել, բայց ասել, որ ինչ որ գործողություն կա Սյունիքում, Կապանում դրա հետ կապված ոչ։ Նաև այս մասով տեղեկություններ կային, որ իշխանությունը տեղի Սյունիքի փորձում են խոչընդոտել, այսպես ստորագրահավաքներ են իրականացնում, որպեսզի ներկայացնեն արտաքին գործերի նախարարություն, խոչընդոտեն այդ գործընթացը։ Այս տեղեկությունները որքանով են իրականությանը համապատասխանում։ Այնքանով, որ ես առաջին անգամ ձեզանից լսեցի նման բան, որ նման ստորագրահավաքներ են ցանկանում հավաքել կամ հավաքում։ Առաջին անգամ ձեզանից եմ նման բան լսում։ Պարոն Ղուկասյան, եւ նաեւ Ֆրանսիայի հյուպատոսության մասին է խոսակցություններ ընթանում, որ այն եւս պետք է բացվի Գորիսում։ Այս մասով ձեզ որևէ տեղեկություն հայտնի է, առաջիկայում հնարավոր է Ֆրանսիայի հյուպատոսությունը բացվի։ Իմ տեղեկություններով, այո, շատ մոտ ապագայում կբացվի, բայց ինքը ոչ թե հյուպատոսարան է, այլ գրասենյակ է։ 2 տարի առաջ երևի թե դրա մասին առաջին անգամ խոսել ենք։ Ես ինքս նաև ամեն ինչ արել եմ, որ դա լինի, տեղի ունենա, քանի որ գիտեք Գորիսը ֆրանկաֆոն նաև քաղաք է, եւ նաև նկատի ունենալով թե հայ-ֆրանսիական հարաբերությունները, միևնույն ժամանակ Օվեր-Ռոնալդ ռեգիոնի եւ Սյունիքի մարզի միջև գոյություն ունեցող հուշագիրը, որը կնքվել է հենց այստեղ Տաթևում, վանական համալիրում եւ դրանից հետո Սյունիքի մարզի բոլոր համայնքները արդեն Ֆրանսիայում մեր այցելության ընթացքում քույրացման պայմանագրեր են կնքել համապատասխան քաղաքների հետ Ֆրանսիայում եւ առաջիկա օրերին մի քանի օր անց նորից մեծ պատվիրակությունը կգա Գորիս, հետեւաբար ինքը տրամաբանական էր եւ ես ինքս բոլոր մեր գործընկերներին առաջարկում է, որ դա տեղի ունենա եւ դա կարծում եմ շատ մոտ ապագայում արդեն կբացվի։ Հստակ օր չեմ կարող ասել, կարող է լինել 1 ամսից կամ ավելի ուշ, այսինքն պաշտոնապես այդպիսի դեռ տեղեկատվություն չունեն, կարող է օրերի մասին լինի խոսքը, կարող ամիսների, բայց որ շուտով դա միանշանակ է։ Իրանի հյուպատոսությունը նույնպես բացվեց Սյունիքի մարզում, ինչով է պայմանավորված այս աշխարհաքաղաքական հետաքրքրությունը Սյունիքի նկատմամբ։ Դե այնպես չի, որ այսօր է հետաքրքրությունը, ողջ պատմության ընթացքում Սյունիքը միշտ աշխարհաքաղաքական կարևոր կենտրոնում է եղել, ինչը նաև այսօր է այդպես, բնականաբար վերջին տարիների, մի քանի տարիների ընթացքում ել ավելի է ուշադրությունը մեծացել, գրեթե բոլոր երկրագնդի բոլոր կարևոր կենտրոնների համար հյուպատոսարանը կա Կապանում, գործում է եւ մենք ակտիվ համագործակցում ենք մեր գործընկերների հետ Իրանի Իսլամական Հանրապետության։ Ինձ թվում է բոլորին էլ հայտնի է թե ինչու է Սյունիքը գրավիչ, դա նաև կարծում եմ դրա մի պատասխանը նաև հյուսիս-հարավ ճանապարհն է, որը պետք է օր առաջ կառուցվի։ Շնորհակալ եմ։ Ես եմ անչափ շնորհակալ։